Շատ վաղուց արդեն Հայաստանում որևէ առավոտ չի կարող լինել բարի, հանգիստ և խաղաղ։ Մենք ամեն օր արթնանում ենք ինչ-որ տագնապով, մտածելով, թե ինչ է այսօր լինելու մեր երկրում։ Մեր կյանքը արդեն վաղուց կանխատեսելի չի և 2 օր առաջ ինչ-որ բան պլանավորելը դարձել է արկածախնդրություն մեզ համար։ Այսօր առավոտյան մենք ականատես ենք եղել բռնապետության մեկ բարձրագույն մակարդակի ևս։ Ես պարզապես հարց եմ ուղղել այն ուժայիններին, ովքեր եկեղեցու դուռը փակել և հուզարկություն են անում այնտեղ։ Դուք վաղը, մյուս օրը կնունքներ անելու եք, ձեր հարազատների հոգեհանգիստ կազմակերպելու եք, պսակներ անելու եք եկեղեցում, ինչ սրտով եք մտնելու եկեղեցի, ինչպես եք մոմ պառելու, այսպես որ շարունակվի, անգամ այդ միջոցառումները անողջ չի լինելու, օրհնություն տվող չի լինելու։ Դուք սրա մասին մտածել եք, որ ձեր բարեկամների հոգու խաղաղության համար աղոթող չի լինելու։ Սա ողբերգություն է, սա արդեն ինչպես ասել է մեր շատ սիրելի սրբազանները, սա վաղուց քաղաքական պայքար չէ, սա արժեհամակարգի պայքար է, սա պայքար է հանուն նրա, որ մեր բարեկամների, հարազատների հոգեհանգստի համար աղոթող լինի և մյուս խումբը, որը որ չի ուզում որ լինի։ Հիմա ձեր ընտրությունն է, դուք ուզում եք, թե չէ, և մի ասեք, որ այլ ընտրանք չկա, դուք որոշում կայացնող չեք, ամեն մեկը շատ վաղուց արդեն պատասխանատու է իր խղճի առաջ, իր խղճի, որևէ արդարացում վաղուց արդեն չկա։ Եվ մենք շատ-շատերս, տասնյակ հազարավորներս, 100 հազարավորներս համոզված ենք, որ այս իրավիճակը կարող է փոխել հենց Սամվել Կարապետյանը, ով որ այսօր կալանավորված է, և հենց սա գիտի այս իշխանությունը, դրա համար ենք մենք այսօր այստեղ, դրա համար են այսօր կալանավորված, նա շատ լավ գիտի, թե ովքեր կարող են իրավիճակ փոխել, դրա համար էլ գնալով ավելի են բարձրացնում բռնապետության իրենց դոզաները։ Հետևաբար, Սամվել Կարապետյանը խղճի բանտարկյալ է, Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է և մենք այստեղ պահանջում ենք ազատություն, 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 ազատություն։